Պարոն Քեշիշյան, հոյդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միության բանակումի 25-ամյակն է, դու ձեզ որպես եղել եք հիմնադիր վարչության անդամ, նաև Նաումի, ինչ նշանակություն ունի ձեզ համար հոբելյանական այս բանակումը։ Առաջին հերթին ինձ համար մեծ ուրախություն է, որ այնինչ որ 35 տարի առաջ մեր օրերին հիմնադրվեցավ, այսօր կշարունակվի եւ կշարունակվի ավելի ահեղ թափով։ Ես առիթ ունեցա հանդիպելու բանակումին եւ տասախոսություն տալու մշակույթի մասին կամ մշակույթի կարեւորության մասին այս երիտասարդներում եւ սկսեցի թե ինչպիսի քննական միտք ունին, առողջ շտատողություն ունին եւ ասկային հայրենասիրական ոգի ունին եւ իրենց արմատներուն հետ առնչված երիտասարդներ են։ Դաշնակցության համար երիտասարդական ուսանողական միությունները կարևորագույն օղակներ են, երիտասարդական դասյարակչական միավորներ են, որտեղ կթրծվին իբրև դաշնակցականներ, իբրև ասկային մարդիկ, ասկային մտածողության դեր մարդիկ եւ բանակումները առավել եւս կողքովի գալու, հաճելին օգտակարին հետ խառնելու, ընկերային բահեր ապրելու եւ նաեւ տասախոսություններ լսելու եւ գոփվելու արիտներ են եւ այս մեկը հին ավանդություն է դաշնակցության համար եւ ուրախալի է որ կշարունակվի եւ ավասի 25 տարի է եւեր բանակումներ դեղ ունեն։ Ափսոս մեր adեն մենք հասկանում չենք մտածած չենք գրած։ Իսկ առաջին բանակումից ինչ հիշողություններ ունեք, պարոն Քեշիշյան։ Մեր օրերուն բանակումը դեռ չկար 35 տարի առաջ 25-ամյակն է բանակումին, սակայն այն ժամանակալ մենք ուսանողական խորհրդաժողովներ գնայինք, հիշեմ կալիմ անգամ զարգացոր հանդիպեցանք ուսանողներով քննարկելու համար կարևորագույն հարցեր մեզի համար այն օրերուն համա երիտասարդական համա ուսանողական խորհրդաժողովներ եղավ, որում մասնակցեցան նաև արտերկրի մեր ուսանողական միության ներկայացուցիչները եւ դաշնակցության Հայաստանի մեջ վերընծյուրման վերազարդողունքի այդ ընդհանրապես հայության հետ առնչվող 1988 թվականին սկսած այդ վերազարդոնքին մեջ ավասիկ այդ օրերուն էր որ հիմնադրված էր ուսանողական միություն եւ մեր առաջին գործունեության հրաբարակային ամենամեծ ձեռնարկը պատկերացրեք համընկավ հայաբողական դաշնակցության 100-ամյակի եւ մեկնագետ մեղավ այդ մեկը ոգևորող մեզի համար որ իր շարունակություն ունի այսօր գիշեմ շահերով երթը շատ քիչ քանակությամբ շահերով մենք սկսանք առաջինը մեր դարիներուն եւ այսօր յուրաքանչյուր անգամ որ ապրիլ 23-ի գիշերը Լիբանանի մեջ հերադեսիլ են գտիդեմ այդ զովածավալ շահերով երթը գիշեմ այդ օրերը եւ իհարկե հուսարատ բահեր կապրիմ կարևոր բաներ են ասոնք շատ բաներու հիմքեր դրած է ուսանողական միությունը եւ ուրախալի է որ կշարունակվի եւ ինչպես խոսքիս սկիզբը ասի շատ ավելի գորովի ցևով շատ ավելի հատկապես այս օրերում որ երբ ամեն ինչ կաբաս կայնանա երբ ամեն ինչ անորոշության մատնված բարձի տողի վիճակ է եւ այնքան անհրաժեշտ է որ երիտասարդությունը ուսանողությունը արդուն բահագը լա մեր ինքնության մեր դեսագին մեր հայրենիքին եւ ես տեսա այս ուսանողներու այս հրաշալի երիտասարդներուն դրոցև աղջիկներու մեջ այդ տեսլականը այդ հավատքը այդ հավատարմությունը եւ այդ գորովը